Ողջույն, հարգելի հայրենակիցներ։ Եթե բավականին երկար ժամանակ հետևում եք ինձ կամ առհասարակ հոսանք շարժմանը, երևի նկատած կլինեք, որ հաճախ եմ օգտագործում ճգնաժամ բառը եւ հաճախ եմ ասում, որ մոտ ապագայում մի մեծ ճգնաժամ է լինելու ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի։ Եվ շատերը գուցե կարծեն ես չափազանցնում եմ կամ ինչ որ անիմաստ կանխատեսումներ եմ անում եւ առհասարակ ոնց որ ալարմիստ լինեմ կամ ինչ որ նման մի բան։ Սակայն այդ մարդիկ, ովքեր դա ասում են, երևի լավ չեն ուսումնասիրել պատմությունը ու լավ չեն հասկանում, թե ինչպես է լինում իրական հեղափոխությունները։ Ես հոսանքը երբ հիմնադրեցի 2021 թվականի դեկտեմբերին, հիմնադրեցի հենց այն նպատակով, որ լինի հեղափոխական շարժում, այս համակարգից ամբողջությամբ դուրս։ Ես չստեղծեցի հոսանքը, որ ժամանակավոր ինչ-որ մի շարժում լինի, ու մի քանի անգամ ինչ-որ ակցիաներ անի, կամ ցույցերին մասնակցի, փողոցներ փակի եւ հետո փակի գնա։ Ոչ, ես այն ժամանակ տեսա, թե ինչ ուղղությամբ է գնում մեր երկիրը, մեր պետությունը, ինչ կործանարար երևույթ է զարգանում ու այդ ամենը ինչ է նշանակում մեր ամբողջ ազգի համար։ Ես այդ ամենը գիտակցել էի այն ժամանակ ու հասկացել էի, որ պետք է վաղ թե ուշ արվի այդ հայկական հեղափոխությունը, որից կառաջանա հայկական զարթոնք եւ նոր հայոց վերածնունդ։ Ես այդ միտումով էի ստեղծել հոսանքը, իմանալով, որ նոր ճգնաժամ գալու է։ Ու մի պահ եղավ, 23 թվին երբ եղավ, այդ ժամանակ շատերը ինձ գրում էին, ասում էին ինչ պետք է անենք եւ այլն, այն ժամանակ բավականին ակտիվ շրջան էր, որովհետեւ երբ որ նման մի բան է նման, մարդիկ ավելի պարզ տեսնում են, թե ինչ ապիկար է այս համակարգը, թե որքան հայադավ է, թե որքան թույլ է ու չի կարողանում ոչ մի բան իրականում անել, երբ որ լուրջ վտանգ է առաջանում։ Մեր ժողովուրդը հիմա մի պասիվ փուլի մեջ է, անտարբերության մեջ է սուզվել, որովհետև տրավմա է ապրել, մեծ տրավմա է ապրել այս պատերազմը, հետո Արցախի հայաթափումը եւ այլն։ Դրա համար հեշտ է հիմա մարդկանց ստերով կերակրել, ինչպես Գերագույն Խրտվիլակ Դավաճանն է անում, սրտիկներ անելով, կեղծ խաղաղության մասին խոսելով, նա կարողանում է այդ առիթից օգտվի, քանի որ ժողովուրդը հիմա սուզվել է անտարբերության մեջ։ Բայց դա երկար չի կարող տևել։ Ինձ թվում է բոլոր գիտակից հայերը գիտեն, որ այս ինչ որ կա մեր երկրում հիմա կայուն չէ, այս համակարգը իրականում պատրանք է։ Այս ամեն ինչը, այս ամբողջ օրակարգը, որ առաջ է տանում ներկայիս հայադավ կառավարությունը ու նրա թիկունքը պահող կես ընդդիմությունը, այդ ամենը պարզ է, որ սուտ է, ուղղակի շատերը սիրում են ինքնախապեյությամբ զբաղվել։ Չեն ուզում հələ առերեսվել այդ դաժան իրականության հետ, բայց ինձ թվում է շատերը իրենց հոգու խորքում, իրենց հոգիների խորքերում գիտեն, որ մեզ մի լուրջ ճգնաժամ սպասվելու է։ Ու նորից նայեք, ավելի գլոբալ կոնտեքստով մենք կտեսնենք պատմական այդ օրինաչափությունները։ Երբ մի շարժում, որ ստեղծվում է, որ իսկապես ուզում է վերափոխել ու հեղափոխել մի երկիր, ճիշտ ուղղության վրա դնել, կամ ոչ միայն կարող են շարժումներ լինեն, որ վնաս տան։ Բայց սկզբում միշտ այտենց մարգինալ են լինում ու պատրաստվում են նման պահերի։ Նորից ասեմ, դա կարող լինի վատ նպատակով եւ լավ նպատակով։ Օրինակ 17 թվականին Ռուսաստանում բոլշևիկները դրանից առաջ մարգինալ խմբավորում էր։ Բայց հենց Ռուսաստանը պարտվեց առաջին աշխարհամարտում, Ռուսաստանը թուլացավ, կներեք, հաղթեց, բայց ոնց որ հաղթողի պարտված եղավ, էլի, ինչպես նաև Իտալիան։ Թուլացավ մի խոսքով ներսից, իրական առաջին աշխարհամարտում դες հաղթող չեղավ, կարելի է ասել, բոլորը դուժեցին, ինչպես նաև երկրորդում ասում են դա Ռուսաստանը հաղթեց, հա, իրականում, բայց արևմուտքը իրականում պարտվեց, թվում է թե արևմուտքը հաղթեց, Անգլիան, թե ասենք Ամերիկան, բայց այդ պատերազմում սխալ կողմում հայտնվելը, սխալ կողմին աջակցելը իր համար կործանարար եղավ ու դա անելով իր գերեզմանը փորեց, կարճ ասած։ Դա մի ուրիշ պատմություն է, բայց դա էլ պետք է լավ հասկանանք։ Ամեն դեպքում, երբ Ռուսաստանը թուլացավ 17 թվականին, բոլշևիկները գլուխ բարձրացրին, չէ, եկան իշխանության եւ այլն, բայց նաեւ դրական բաներ կան, ինչպես նաեւ առաջին աշխարհամարտից հետո երբ Եվրոպան տես քաոսի մեջ էր, այդ դրանից ծնվեց այդ ազգայնականությունը, այսինքն հակադարձ էֆեկտ է տալիս։ Միշտ դա կա։
ու ես ուզեցա հոսանքը ներկայացնեմ որպես այդ հակազդումը այս ամենի ինչ որ կատարվեց, այս ամենի ինչ որ կատարվում է, դրա հակառակ էֆեկտը լինի։ Մենք կարողանանք ճիշտ այդ ազգային հոսանքը ստեղծել ու մեր ազգին ճիշտ ուղղությունը ցույց տալ, իմանալով որ մոտ ապագայում ճգնաժամ լինելու է։ Ու նորից ասեմ, սա ոչ միայն արդեն մեր երկրում է լինելու, սա գլոբալ է լինելու, որովհետև տեսնում ենք, թե Ռուսաստանը ինչ պարտություններ է կրում Ուկրաինայում 4.5 տարի այս պատերազմը շարունակվում է ռուս-ուկրաինական ու չի կարողանում մի դրական արդյունքի հասնել։ Հենց երեք չառաջ օրը Մոսկվան էր ԱԹՍ-ների կողմից ռմբակոծության տակ ընկել, ինչպես նաև Պետերսբուրգը դրանից 2 շաբաթ առաջ։ Նույն Ռուսաստանը, որ իբր միայնակ հաղթեց նացիստական Գերմանիային, հիմա չի կարողանում 4.5 տարում Զելենսկու նման մեկին հաղթի։ Սա ցույց է տալիս, թե ինչքան թույլ է իրականում Ռուսաստանը ներսից։ Այդ մեծ հզորությունը, որ ցույց էր տալիս, իրականում դա պատրանք է։ Դա պատրանք է, ինչպես նաև Ամերիկան, որ պարտվեց հիմա Իրանի դեմ պատերազմ։ Ինձ թվում է էլի սա զինադադար է, ինձ թվում է էլի մի պահ կշարունակվի, գուցե մյուս տարի եւ այլն։ Բայց ամեն դեպքում չի կարողանում։ Ու սա ցույց է տալիս, որ այս երկու գերտերությունները, որը ստեղծվել են հիմնական գերտերություն են դարձել երկրորդ աշխարհամարտից հետո, ու այս աշխարհակարգում, որը մենք ապրում ենք այսօր, ստեղծվել է, ծնվել է երկրորդ աշխարհամարտից հետո։ Դա էլ պետք է հասկանալ, դա մի ուրիշ անգամ ես կխոսեմ, թե որքան կարևոր է, որ մենք ճիշտ հասկանանք երկրորդ աշխարհամարտը, որովհետև այն աշխարհում, որ մենք ապրում ենք այսօր, առաջացել է երկրորդ աշխարհամարտից։ Դրա համար եթե մարդ ճիշտ դիրքորոշում չունենա այն ժամանակվա պատերազմի հետ կապված, ուրեմն չի կարող նա այսօր ճիշտ քաղաքական դիրքորոշում ունենա, ճիշտ ազգային քաղաքական դիրքորոշում ունենալ։ Բայց դա մյուս անգամ ավելի կմանրամասնեմ, թե ինչ նկատի ունեմ։ Բայց ամեն դեպքում տեսնում ենք, որ այս այնքան կայուն չեն, որքան թվում է, թե Ամերիկան, թե Ռուսաստանը սկսում է այդ պատրանքը ճակճկել։ Ու ոչ միայն ասենք այդ ռազմական առումով, նաև տնտեսական առումով։ Ամերիկայի տնտեսությունը երբևէ այսքան բաց չի եղել։ Տարեստարի աստղաբաշխական թվերով աճում է իր արտաքին պարտքը, հիմա 40 տրիլիոնին է հասել։ Ռուսաստանը շատ լուրջ խնդիր ունի, նաև ծնելիության խնդիրներ, Թուրքիան էլ լուրջ տնտեսական խնդիր ունի։ Այսինքն բոլոր նշանները ցույց են տալիս, որ այս աշխարհակարգը վաղ թե ուշ գնալու է կործանման։ Ու շատ ավելի շուտ կարող է լինել, քան մենք պատկերացնում ենք։ Ու շատ մասնագետներ ասում են, որ Ամերիկան գնում է դեպի կործանում, տնտեսական կործանում, ինչպես եղավ 100 տարի առաջ 1929 թվականի մեծ դեպրեսիայի ժամանակ։ Այն ժամանակ ոնց որ ճաքեց այդ համակարգը, բայց հիմա կարող է դոլարը ընդհանրապես լրիվ տակ տա։ Չէ, 50 տարի առաջ ոսկու ստանդարտից հրաժարվեցին, ստեղծեցին պետրոդոլարը, նավթային դոլարը, դա իրենց տնտեսությունը կարողացել ուժեղ պահի, Ամերիկային ոնց որ առաջինը դարձնի, բայց դա էլ հավերժ չէ, դա էլ պետք է հասկանանք ու շատ հավանական է, որ շատ մոտ ապագայում դա կարող է տապալվի ու դրա ցնցումները ամենտեղ մենք կզգանք։ Իսկ խոսո տեսնում ենք միաժամանակ այս երկու գերտերությունները քայքայվում են ներսից, որովհետև այս աշխարհակարգը իրականում քայքայվում է, որովհետև ստերի ու կեղծիքների վրա հիմնված աշխարհակարգը ջհուդական, սիոնիստական մի աշխարհակարգ է, այս աշխարհակարգը։ Ու չկարծեք հանկարծ եթե Ամերիկան մի բան լինի, ուրեմն Ռուսաստանը, Չինաստանը դրանք կդառնան, չէ, իրար հետ կապված են։ Իրականում Ամերիկան փրկեց Ռուսաստանին երկրորդ աշխարհամարտում, ինչպես նաև Ռուսաստանը փրկեց Չինաստանին։ Չէ՞։ Ամերիկան Ֆրանկլին Ռոզվելտը փրկեց Ստալինին Լենդ-լիզով, Ստալինը փրկեց Մաոին, զինելով եւ այլն ընդդեմ չինական ազգայնականների։ Սա պետք է հասկանանք, բայց ասածս այնա, որ մարդիկ կարող իմ ասածները համար են sense ծայրահեղություն, իզուր տեղը ինչ որ բաներ եմ գուշակում, որ ինչ որ թվա թե ես ինչ որ մի բան մարգարեություն եմ ուզում անել կամ ինչ որ նման մի բան չեմ անում, ինչ կարող է այդպես բաներ մտածեն։ Շատ հավանական է կամ նորից եմ ասում կարող է կարծեն չափազանցնում եմ։ Բայց չէ։ Բոլոր նշանները ցույց են տալիս նաև Հայաստանում, որ այս ամբողջ համակարգը գնալու է կործանման, հատկապես, ոչ թե հատկապես, միանշանակ, երբ որ Ռուսաստանը փլուզվի, ինչպես խորհրդային միությունը, այս անգամ շատ ավելի դաժան ճակատագրին կարող է արժանանալ, այդ ժամանակ միանշանակ Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը թղթե տնակի պես քանդվելու է, անտերություն է լինելու։ Մի նայեք այս մեծ կուսակցություններին իրենց անթիվ փողերով,
իրենց գովազդներով, եսի ինչով, սա ոչ մի բան է, ամեն ինչը մի փուչիկ է, մի ասեղ հպի այդ փուչիկին պայթելու է։ Պայթելու է ու մարդիկ նոր են հասկանալու վերջապես, երբ որ այդ տնտեսական ճգնաժամը գա, երբ որ այդ ամեն ինչը պատահի, նոր մարդիկ կհասկանան, որ չէ, իրոք այս համակարգը, այս ամեն ինչը սուտ է, կեղծիքների մեջ են ապրել, այսքան ժամանակ ու չեն գիտակցել, ինքնախաբեությամբ են զբաղվել, բայց այդ իրադարձությունները, այդ դաժան իրադարձությունները սառը ջուր կշպրտի իրենց դեպքին ու ստիպված կլինեն արտանալ։ Բայց մենք, որպես հեռատես ազգայնականներ, մենք ուզում ենք ժամանակից առաջ լինենք, որպեսզի մենք կարողանանք մեր ժողովրդին, մեր հայրենակիցներին առաջնորդել ու մենք պետք է պատրաստենք, թեկուզ չնչին փոքրամասնությանը հիմիկ բանից պատրաստենք այս գաղափարներով, պատրաստելով, որ այդ ալիքը գալու է, այդ մակընթացությունը գալու է, եւ մենք պետք է պատրաստ լինենք, որքան էլ փոքր լինի մեր թիվը, մի քանի 100 հոգի լինի, դա քիչ չէ, եթե կազմակերպված ու նվիրված լինեն մարդիկ, գաղափարական լինեն, եթե ծախված չլինեն, այս համակարգից չլինեն եւ այլն։ Դա է կարևորը այս պահին։ Մարդիկ էլի ժամանակը ծախսում են, չէ, նորից հաշվենք քվեաթերթիկները, կեղծիք ա եղել, էս ա եղել, ժողովուրդ մոռացեք այդ ամենը։ Այդ ամեն ինչը սուտ է, բոլորը դավաճանական են, նորից բոլոր կուսակցությունները դավաճանական են։ Եվ սա ինքնահաստատվելու համար չեմ ասում։ Սա փաստ է։ Սա նույնիսկ կարծիք չեմ ասում։ Սա միանշանակ փաստ է, որ բոլոր կուսակցությունները Հայաստանում դավաճանական են ու ծախված են, ու այս ամբողջ համակարգը փտած ու հակահայկական է։ Սա միշտ ասելու եմ ու ասեմ մինչև արմատավորվի մարդկանց ենթագիտակցության մեջ, որպեսզի մարդիկ սա պարզ հասկանան։ Սա պետք է լավ հասկանան, որ նոր արդեն տեսնեն, որ չէ, այս բոլոր ԶԼՄ-ները, այս ամեն ինչը բոլորը ծախված է, բոլորը սպասարկում է օտար շահերին, գիտակցաբար թե անգիտակցաբար, հիմա ես չեմ ասում բոլորը sense գիտակցաբար ուզում են sense վնասեն Հայաստան, չէ, մարդիկ կան իրոք կարծում են լավ բան են անում, բայց իրականում վնաս են տալիս, չեն գիտակցում, որովհետև չեն գիտակցում, որ գործիք են դարձել, ու դա ասել եմ ինչի համար, որովհետև մարդիկ գաղափարախոսություն չունեն, գաղափարներով չեն շարժում, անձնական շահերով են շարժում, դրա համար անընդհատ օգտագործում են աչ ու ձախ։ Սա ամենը պետք է հասկանանք, ու ինչպես ասացի, նորից եմ ասում, սա հավատում եմ դրան, որ այսօրվա Ռուսաստանի Դաշնությունը նույն ճակատագրին արժանալու ինչ Խորհրդային Միությունը, ավելի վատ, որովհետև այն ժամանակ բաժանվեց տարբեր հանրապետությունների, իսկ այս անգամ համոզված եմ, որ կբաժանվի տարբեր մարզերի։ Ու մեզ համար կարող է այդ հնարավորության պատուհան բացվել, ինչպես եղավ, օրինակ 10 թվին, երբ Թուրքիան Ռուսաստանը ճգնաժամի մեջ ընկան ու մենք կարողացանք, չէ, ինչ որ ձեռքբերում ունենալ, անկախություն ստանալ եւ այլն։ Իսկ հիմա կարծում եմ շատ ավելի մեծ պատուհան է բացվելու։ Այս ամբողջ այս կեղծ խաղաղության պատրանքը պատրվելու է, ու երբ որ այդ հնարավորության պատուհանը բացվի եւ Թուրքիան, Ռուսաստանը ճգնաժամի մեջ լինեն, ու Թուրքիան նույն ճակատագրին արժանանա ինչ Օսմանյան կայսրությունը, որովհետև կարծես թե այդ ուղղությամբ է գնում Թուրքիան։ Մեզ համար կարող է մի բացառիկ պահ բացվի, մի շատ մեծ հնարավորություն բացվի, ու մենք կարողանանք առանց ինչ որ դանակ մեր մեջքին, առանց ինչ որ նման դավերի պայքարել Ադրբեջանի դեմ ու Ադրբեջանին ծնկի բերել, մեկ են միշտ մասնատելով այդ ահաբեկչական պետությունը։ Եվ հոսանքը այդ թեզով է շարժվում առաջ։ Մենք ես չեմ քարոզում, որ այս կետը այս փոխենք թրիփի, այս պայմանագրում այս կետը սխալ է, փոխարինենք այս կետով։ Ոչ, այդ ամեն ինչը անհեթեթություն է, այդ ամեն ինչը աբսուրդ է, մեր ազգի ուղեղը լվացել են այդ նման բարբաջանքով, նման անհեթեթությամբ, որովհետև մեզ կերակրել են նման կեղծիքներով, նման ստերով, մեզ դարձել են ստրկամիտ, մեզ ուզում են հնազանդեցնեն ու ծնկի բերեն, ամբողջությամբ կներեք բառից համար մեզ կզսնեն։ Մենք պետք է այդ ամեն ինչը պատրանք դենետենք։ Մենք պետք է հասկանանք, քանի դեռ Ադրբեջանը գոյություն ունի, մենք չենք կարող խաղաղություն ունենալ։ Դա համար մեր նպատակը պետք է լինի Ադրբեջանին մասնատել։ Եթե նրանք մտածում են Հայաստանը վերածել Արևմտյան Ադրբեջանի, մենք լրիվ իրավունք ունենք մտածել ու կազմակերպել ամեն ինչ անել, որ Ադրբեջանը մասնատվի մի քանի մասի, որ մենք կարողանանք նրանց կողմից օկուպացված մեր հողերը միացնենք Հայաստանին։ Ու դա կլինի առաջին քայլը մեծ հայ կերտելու։ Շատերն են,
նորեն տեսնում եմ մեծ հայքի քարտեզներն են sense ամենտեղ sense ցույց տալիս, փակստում են կրծքերին կամ չգիտեմ, ասում են որ գնան միջազգային դատարան ցույց տան Վիլսոնի իրավարար վճիռը միանգամից sense մեզ կտան մեր հողերը միանգամից կծնվի Վիլսոնյան Հայաստանը ոչ մեկ մեզ ոչ մի բան չի տալու։ Ես պրագմատիկ բան եմ ասում։ Թե ինչպես կարող ենք մենք դրան հասնել, ինչպես կարող ենք մեծ հայքի կերտմանը հասնել առաջին քայլը անելով առաջին քայլը ինչպիսին կարող է լինել, ինչպիսի պայմաններում եւ ինչպես կարող ենք դա անել։ Նորից ասում եմ, դա նեն չի որ երբ ուզենք sense անցնեն գործի ոչ պատոհաններ բացում են, կարա մի քանի տարի բացվի, փակվի տասնամյակներ ու վերջ։ Ես հավատում եմ, իմ հավատայմ խորին համոզմունքն է, որ այդ պատոհանը նորից բացվելու է, սա անընդհատ ասել եմ էլի կասեմ, բացվելու է, որ մենք կարողանանք անցնենք գործի ազգային հեղափոխություն անենք, ազգային պետություն կերտենք։ Նույն այս ամեն ինչը բացայտ ասում եմ, ես թաքցնելու բան չունեմ, որովհետև ես վստահ եմ, որ ի վերջո Հայաստանը տենչալու է, հայ ժողովուրդը, հայոց ազգը տենչալու է նվիրյալներին, որ կարգ ու կանոն հաստատի, որովհետև այս բոլոր դավաճանները մեր երկրի հետ անում են քաոսի ու կործանման։ Ես վստահ եմ, որ մեր նմանների անհրաժեշտությունը լինելու է, որ մենք կարողանանք այդ կարգ ու կանոնը հաստատել, այդ ճիշտ ուղղությունը ցույց տալ, որ կարողանանք մեր երկիրը ոտքի հանել։ Այդ ճգնաժամը որ գա, նորից ասում դա ոչ մեկը այստեղ համակարգից նկատի ունեմ չի կարողանալու ոչ մի բան անել։ Բոլորը պարալիզ են դառնալու, հատկապես որ սնվում են Մոսկվայից։ Երբ որ պորտալարերը կտրվի, ինչ են անելու։ Ճնշող մեծամասնությունը սնվում է հենց Կրեմլից։ Նրանք քաղաքական որբ են լինելու։ Իսկ մենք պետք է չէ պատրաստ են հասկանալով թեկուզ նորից ասեմ, թեկուզ մի քանի տասնյակ հոգի լինենք, քանի 100 համակիրներով, անդամներով եւ այլն կապ չունի, որքան էլ փոքր լինի, նորից ասեմ, չնչին փոքրամասնությունն է որոշում ազգի ճակատագիրը եւ փոխում պատմությունը, սա պետք է լավ հասկանանք, գիտակցենք։ Մի նայեք ինչա թե սրանք քանակով են կարողանում են փող տալով մարդկանց կես խոստումներ տալով հանեն մի քանի հազար հոգի դրսում, ուրեմն տեսեք ինչ հզոր կուսակցություն, ամեն ինչը սուտ է, ամեն միայն ստերի ու փողի վրա է հիմնված իրենց ամբողջ գործունեությունը ու շարժումները։ Մերը հիմնված է ճշմարտության ու ազգային գաղափարախոսության վրա։ Ու ոչ մի գումար դա չի կարող գերազանցել։ Դա է իրական ձևը, իրական մնայուն շարժում ստեղծելու, որը կարող է պատմություն կերտել։ Ոս բազմիցս ասել եմ, որ արտարոց շարժումը չպետք է հարմարվի ներկայիս ստոր վիճակի հետ, այլ պետք է իր երկաթե կամքով ծռի իրականությունը, որպեսզի այն համընկնի իր տեսլականին, ինչպես մենք ենք անում։ Ես նորից ասեմ, պարզ ձևը ցույց եմ տալիս, թե ինչպես մենք կարող ենք առաջին քայլը անել մեծ հայք կերտելու։ Այդ պատմական հնարավորությունը բացվի, մենք կարողանանք այդ պահին ազգային հեղափոխություն անենք, ազգային պետություն կերտենք, ժողովրդին ողջ հայությանը համախմբենք, մոբիլիզացնենք, վերջին հաշվեհարդար տեսնենք Ադրբեջանի հետ, վերջ, Ալիևի ռեժիմը տապալենք, այնտեղ քաոս կլինի, իրան հենց իր ժողովուրդը իրան կկախի, տարբեր մարզերի կբաժանվի, տարբեր պետություններ կառաջանան, որոնց մի մասը մեր հետ կարա դաշնակից լինի, չգիտեմ, թալիշները, լեզգիները եւ այլն, ու մենք Նախիջևանը, բանը Ուտիկը, Արցախը ամբողջությամբ միացնենք մի պետության մեջ, հետո մեր Հայաստանը սևեռենք Արևմտյան Հայաստան։ Ես մի դոկտրին գրելու եմ ամեն դեպքում, գաղափարական դոկտրին, որ այդ ուղղությունը կարող է ցույց տալ, ու կոչելու եմ մեծ ազատագրում դոկտրինը։ Դրա մասին մի առանձին հաղորդումներ կարող ենք պատրաստել, բայց պետք է հասկանանք նորից ասեմ, որ այդ ճգնաժամերը ինչ որ sense անկապ գուշակումներ չեն, դա գալիս են, պատմության մեջ միշտ եղել է։ Մարդիկ ինչու են կարծում, որ ով կկարծեր 14 թվին, 1914 թվին, որ 3 տարի հետո, 3-4 տարի հետո Օսմանյան կայսրությունը եւ ցարական Ռուսաստանը տապալվելու էին, կործանվելու էին, ու Հայաստան կարող էր ծնվել այդ ցեղասպանությունից հետո։ Ոչ մեկի մտքով դա չէր անցնի։ Ոչ մեկի։ Ով կհավատար, որ 1985 թվին քանի տարի հետո Սովետը կփլուզվեր։ Ոչ մեկի մտքով դա չէր անցնի։
Հիմա ես որ նման բաներ ասում եմ, որ սենց բաներ կարա պատահի, որ ամբողջ աշխարհի տնտեսությունը գնա կործաման ավելի վատ ձևով, քան 1929 թվականը, ավելի վատ, քան այդ 100 տարի առաջ, ու Ռուսաստանը, Ամերիկան կարող են ներսից փլուզվել, ու դա մեր համար մի մեծ հնարավորության պատուհան կբացի, երբ որ դա ասում են, ես եմ իբր իրականությունից կտրված, ես եմ ինչ-որ ֆանտազիաներ ունենում եւ այլն, չէ, շատ հավանական բան է։ Նորից ասեմ, լիքը մասնագետներ կան, ովքեր ասում են, այդ ճգնաժամը անխուսափելի է, ուղղակի ժամանակի հարց է։ Չեն ասում եթե, ասում են երբ։ Այնպես որ ովքեր որ ինձ ասում են, որ ես շատ եմ չափազանցնում ու շատ եմ իզուր տեղը նման կանխատեսումներ անում եւ այլն, թող միայն պատմությունը ուսումնասիրեն։ Թող փորձեն իրանք այդ դերում լինեն, մտածեն թե ինչ կանեին, ինչ կմտածեին 14 թվին կամ չգիտեմ 87 թվին, 1987 թվին կմտածեին, որ 3 տարի հետո սովետ չի լինելու, Հայաստանը անկախանալու է։ Ոչ մեկի մտքով չէր անցնի։ Համար եթե ուզում ենք այս իրավիճակից դուրս գալ, չպետք է այս նեղ շրջանակով մտածել, հասկանում եք, մենք պետք է մի հատ դուրս գանք այս տուպիկից, այս փոքր բանտից, մտավոր բանտից եւ տեսնել ավելի մեծ պատկերը, տեսնել, որ շատ բաներ է հնարավոր, եթե մենք հավատ ունենանք, կամք ունենանք, եթե մենք նվիրվենք, աշխատենք, պայքարենք, այդ ամենի շուրջ համախմբենք, այդ ճիշտ գաղափարների շուրջ համախմբենք, մենք շատ բան կարող ենք անել։ Ուղղակի պետք է նորից ասեմ, այս նեղ հորիզոնից, այս խղճուկ մտածելակերպից ազատվել եւ մեր Հայաստանը սևեռել մի փառահեղ ապագայի վրա։ Մեր շարժման նպատակը հենց դա է, որ մեր ժողովրդին, մեր ազգին այս հիպնոզի տակից հանի ու այդ գալիք փոթորիկի ժամանակ ցույց տա ճիշտ ճանապարհը, որպեսզի մենք կարողանանք վերջապես հասնել մեր նպատակին եւ կատարենք մեր առաքելությունը։ Ուրիշ ձև չկա։ Այսօր այսքանը։ Դուք դիտում եք հոսանքի ազգային ձայնը եւ ամեն դեպքում կեցը Հայաստանը։